Բարև թարմացված նորություններով եթերում հորիզոնն է, ապրիլի 25-ն է ուրբաթ։ Պետք է ընդդիմանանք Ադրբեջանի շարունակական ագրեսիային եւ պնդենք, որ հայ ռազմագերիներն ազատ արձակվեն, այս մասին X-ում գրել է Միացյալ Նահանգների Սենատի անդամ Ադամ Շիֆը։ Նա այս մասին ասել է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված իր հայտարարությունում։ Նրա խոսքով պետք է արդարություն պահանջենք հայտարարության մեջ սենատորը նշել է, որ Միացյալ Նահանգները պետք է կոչ անի Ադրբեջանին ազատ արձակել հայ պատաններին, առաջ մղի հայերի պաշտպանված վերադարձն Արցախ եւ ուշադրություն հրավիրի Ադրբեջանի կողմից հայկական կրոնական եւ մշակութային վայրերի ոչնչացման պղծման վրա, որի նպատակն է հայկական մշակույթն ու պատմությունը ջնջելը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլ 24-յան ուղերձում չի օգտագործել ցեղասպանություն եզրույթը։ Ուղերձում նա ասել է. «Այսօր հիշում ենք մեծ եղեռնը եւ ոգեկոչում ենք նրանց հիշատակը, ովքեր տուժել են 20-րդ դարի սարսափելի աղետներից մեկից։ 1915 թվականից 1.5 միլիոն հայեր աքսորվել եւ սպանվել են Օսմանյան կայսրությունում։ Հիշատակի այսօրը կրկին Ամերիկայի մեծ հայկական համայնքի եւ աշխարհի հայերի հետ ենք ու սգում ենք բազմաթիվ կյանքերի կորուստը։ Ամեն տարի ապրիլի 24-ին վերաիմաստավորում ենք ամերիկացի եւ հայ ժողովուրդների ամուր ու հարատև կապերը։ Այսօրը ողբերգության դեմ հայ ժողովրդի ուժի ու տոկունության եւս մեկ ապացույց է։ Բախտավոր ենք, որ այդքան շատ հայեր իրենց հարուստ մշակույթը բերել են մեզ մոտ եւ այդքան մեծ ներդրում են ունեցել մեր երկրում։ Իմ վարչակազմը հավատարիմ է կրոնական ազատության ապահովմանը եւ խոցելի խմբերի պաշտպանությանը։ Պատրաստակամ ենք շարունակելու Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությունը եւ պահպանելու տարածաշրջանային կայունությունը։ Միացյալ Նահանգները ձգտում է բարգավաճման եւ անվտանգության, ասված է Թրամփի ուղերձում։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն X-ի իր էջում հիշատակել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Չնայած անասանելի կորուստին հայ ժողովուրդը իմացավ եւ հաղթեց։ Այսօր մենք հիշում ենք մեծ եղեռնը եւ ոչ միայն սգալով, այլև վճռականությամբ մենք հարգում ենք անցյալը եւ ակնկալում ենք աշխատել հանուն Հայաստանի եւ տարածաշրջանի կայուն խաղաղության, բարգավաճման եւ անվտանգության, գրել է Միացյալ Նահանգների պետքարտուղարը։ Ադրբեջանի նախագահ Ալիևը դարձյալ պնդել է, թե վաղուց ժամանակն է լուծարել ԵԱԿ Մինսկի խումբը։ Նա այդ մասին ասել է ԵԱԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրօղլուի հետ հանդիպմանը։ Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, որ այդ կառույցը լիովին ձախողվել է հայ-ադրբեջանական անցյալի հակամարտության կարգավորման գործում։ Մինչ այս Հայաստանի վարչապետն անդրադառնալով այս թեմային ասել էր, թե իրենք առաջարկում են Մինսկի խմբի լուծարման դիմումն ու խաղաղության պայմանագիրը միաժամանակ ստորագրել։ Ադրբեջանի նախագահը դարձյալ ասել է, թե Ադրբեջանն իր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը լիովին ապահովել է, այդ թվում ռազմական միջոցներով։ Նախքան Բաքու մեկնել է Սիրինօղլուն Հայաստանում է եղել, նա Երևանում քննարկել է տարածաշրջանային հարցերը։ 2024 թվականի ընթացքում Հայաստանում արձանագրվել է հանցագործության դեպքերի 1.1%-ով նվազում եւ բացահայտման ցուցանիշի 3.4%-ով աճ։ Այս տվյալները падգամավորներին ներկայացրել է գլխավոր դատախազը Աննա Վարդապետյանը, տվյալները ներկայացրել նաեւ Հայաստանի զինված ուժերի ու այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերի վիճակագրությունը ըստ այդմ 2024 թվականին դեպքերի թիվը կազմել է 2093, 2023 թվականին արձանագրվել է 2358 դեպք, հիշեցրել է դատախազը։ Նվազումը 265 դեպքով է կամ 11.2%-ով։ 2024 թվականի ընթացքում զինված ուժերում ծառայության հետ կապված հանգամանքներում արձանագրվել է 27 զինծառայողի մահվան դեպք, 2023-ին թիվը եղել է կրկնապատիկը 54։ 2024 թվականին արձանագրվել է սպանության դեպքերի աճ 8-ով կամ 14.5%-ով, հիշեցնեմ 23 թվականին 55 դեպքեր, 24 թվականին 63 դեպք։ Երևան քաղաքում սակայն սպանության դեպքերը նվազել են 7-ով կամ 32%-ով։ Սպանության փորձի դեպքերը 23 թվականի համեմատ նվազել են 4-ով կամ 6.2%-ով, 23 թվականին 65 դեպք ունենք, 24 թվականին 61-ը։ Սպանության նախապատրաստության դեպքերը նվազել են 2-ով, 23 թվականին 4 դեպքեր, 24 թվականին 2-ը։ 24 թվականի ընթացքում 23-ի համեմատությամբ Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 149 դեպքով կամ 1.3%-ով նվազում։ 23 թվականին 11420 դեպք, 24 թվականին 11271-ը։ Իսկ Երևան քաղաքում դեպքերը նվազել են 298-ով կամ 4.3%-ով։ 2023 թվականին Երևանում արձանագրվել էր 6980
132 դեպք, 24 թվականին 6684-ը։ 24 թվականին նվազում է արձանագրվել ավազակության 7-ով կամ 9.2%-ով, կողոպուտի 22-ով կամ 14.9%-ով, գողության 478-ով կամ 7%-ով, բնակարանային գողությունների 9-ով կամ 1%-ով, վստահված գույքի հափշտակության 58 կամ 14.1% դեպքերով։ 2024 թվականին թմրամիջոցների հոգեմետ, հոգեներգործուն նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների արձանագրված դեպքերի թիվը 3639 է։ 23 թվականին դեպքերը ավելի շատ էին 5070-ը։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության արձանագրված դեպքերի թիվը նվազել է 1431-ով կամ 28.2%-ով։ Ընդ որում, իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը կազմել են 1910-ը, որը 2023 թվականին արձանագրված 2802 դեպքի համեմատ հանդիսանում է 892-ով կամ 31.8%-ով նվազում։ Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն հայտարարել է, որ Կիևն ու Վաշինգտոնն առաջընթաց են գրանցել հանքարդյունաբերության գործարքի հարցում, բայց գործարքն այս շաբաթ դեռ չի կնքվի։ Նա նաև նշել է, որ դեռ հարցեր կան լուծելու, բանակցությունները կշարունակվեն։ Հիշեցնենք, անցած շաբաթ Ուկրաինան եւ Միացյալ Նահանգները ներքի մասին համաձայնագիր կնքելու մտադրություն հաստատող հուշագիր են ստորագրել։ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, թե սովը որպես զենք է օգտագործում Գազայի բնակիչների դեմ։ Նրա խոսքով ավելի քան 50 օր արգելափակված է հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված։ Նա ընդգծել է, որ անթույլատրելի է պաղեստինցիների նկատմամբ սովը որպես զենք սակարկման առարկա կամ պատժիչ գործիք կիրառելը։ Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն անհանգստություն հայտնել այս կապակցությամբ, նշելով, որ Գազայի հատված օգնությունը շարունակում է արգելափակվել, առաջացնելով կործանարար հետևանքներ։ Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հետևանքով վրա երթերն ու դժբախտ պատահարներն են շատացել։ Դեպքերի պատճառը նաև ոչ ճիշտ տեղում երթևեկության նշանների տղադրում, այդ թվում գծանշումները։ Ինտենսիվ երթևեկությամբ Սայաթ Նովա փողոցի գրեթե մեջտեղում հետիոտային գծանշում կա, որ ոչ թե անվտանգ երթևեկության երաշխիք, այլ խիստ վտանգավոր վթարային իրավիճակների բուն։ Հերթական վրաերթի դեպքը 3 եղել, տուժել են երեխաներ, բարեբախտաբար նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Հենց այդ հատվածում երթևեկության անցումների կարգավորման պահանջով բողոք էին անում Սայաթ Նովա փողոցին հարող մի քանի խանութների սեփականատերերն ու թատրոնի աշխատակիցները, մարդիկ, որոնք գրեթե ամեն օր են ականատես լինում նման դեպքերի։ Սայաթ Նովա փողոցի մեջտեղում ու հենց դրամատիկական թատրոնի շենքի դիմացի մայթ տանող գծանշումը ենթադրելի է, որ թատրոնի բազմաթիվ հանդիսատեսի համար, բայց ոչ խնդրանքով է գծվել։ Բայց դեղինքիցը մայթից մայթ անվտանգ անցում չի երաշխավորում։ Առավել ևս, որ մի քանի մետր այն կողմ ավելի տեղին կահավորված հետիոտնային լուսակիրներով անցումներ կան գծված։ Ոչ ճիշտ տեղում արված դեղինքիցը միայն փորձանք է բերում։ Սա էլ ասում են թատրոնի աշխատակազմը, փողոցին հարող սպասարկման օբյեկտների աշխատողները, որոնք վրաերթերի ականատեսն են լինում։ Անցումը տեղում ու տեղին չէ, Սայաթ Նովա փողոցում արագ երթևեկություն է, հետիոտն էլ վարորդն էլ անհամբեր ու անզգույշ։ Այս 5 օրվա մեջ 2 դեպքի ես եմ ականատես եղել արդեն, մեկը 20 տարեկան տղա էր, վարորդը աղջիկ էր, մեկն էլ 3 էր։ Պես օր չկա, այստեղ դեպք չեղնի։ Մենք նույնիսկ թատրոնի աշխատողին խփեցին մեքենայի տակ, կոտրված ստացան, մարդը 2 ամիս հիվանդանոց բարգավ։ Ամեն ներկայացումից հետո մոտ 1000 հանդիսատես դուրս է գալիս։ Հələ ներս մտնելը մաս են ներս մտնում, բայց դուրս գալուց այստեղ մի ահավոր պատկեր է, որը հնարավոր չի նկարագրել։ Ես ինքս վարորդ եմ ու չեմ կարող ասել, որ միանշանակ վարորդներն են մեղավոր, երբեմն հետիոտն էլ, այսինքն որտեղից պատահում անցնում է ու շատ վտանգավոր է։ Ով է ավելի մեղավորը, ազնիվ պատասխան դժվար է ակնկալել, եթե գործին չի խառնվում ճանապարհային ոստիկանը կամ պարեկը։ Բայց խնդիրն այնքան մտահոգիչ է, որ ուշադրության հրավիրելու հարցը կարգավորելու պահանջով են ներկայանում թատրոնի ու խանութների աշխատողները։ Ուշադրության արժանացնելու համար շատ կարճ ժամանակով փակ պահեցին երթևեկությամբ ծանրաբեռնված փողոցը։ Վարորդների ազդանշանները անհանգստության տեղիք տվեցին, փողոցը բացելու գործին խառնվեց պարեկային ծառայությունը։ Պարեկները նախ առաջինը ճշտեցին փողոցը փակելու պատճառները։ Կամ լուսացույց տրվի կնոպկով, որովհետեւ քաղաքացիները անվտանգ հադեն փողոցը,
կամ անցումը հանվի։ Մեր ակցիան պայանում է դառնում։ Ես լսեցի ձեզ, ասում եմ վերադարձության կարգում ենք տեղակ կպահենք ձեր պահանջը, ձեր կադրող ակցիայի մասին եւ ձեզ կտեղեկացնենք։ Ինչպես հարցին լուծում տալ թատրոնի ու սպասարկման օբյեկտների աշխատակիցներն առաջարկեցին բացի գծանշումներից ազդանշանով կարգավորել, լուսացույց տեղադրել կամ վերկետնյա անցումներ կառուցել։ Այստեղ ոչ թե զեբրայի հանելու խնդիրն է, այլ ավելի շուտ ինչ որ կարգավորում կամ վերանցումային ինչ որ նախագիծ կամ արկելագող ինչ որ բաներ կամ լուսացույց, ինչ որ հարցի լուծում վերջապես։ Դրա համար ցանկալի է ոնց որ բոլոր տեղերում անպայման լուծեն սվետաֆորի հարցը, ցանկալի է վերևից տրվի կնոպկայով, որովհետեւ մարդիկ կարողանան հասնել։ Մեր խնդրանքը ինչ է, որ այն ովքեր իրավասու են, ովքեր կարող են լուծել այս խնդիրը, լուծեն այնպես, որպեսզի եթե թատրոնից հանդիսատեսը դուրս է գալիս, առավել եւս պատանի հանդիսատեսը, լուծվի այս խնդիրը։ Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կումայրիի բաժնի պետը ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները պարզաբանեցին, որ խնդրի լուծումն իրենց կարգավորման դաշտում չէ։ Ճանապարհային նշանների, նոր լուսացույցների կամ հետիոտնային անցումների հարցերով զբաղվում են համայնքային իշխանությունները, իսկ հետիոտնային անցումներից օգտվելու խնդիր իրականում ըստ պատասխանատուների բոլորն ունեն։ Դա ամեն ինչը Ոչ թե ես կայճապակագի ու շաքարի։ Ոչ վարորդից է, ոչ հետիոտից է։ Այդ ամեն ինչը բոլորից է։ Միանշանակ։ Հետիոտը իր երթին ուշադրելի, վարորդը իր երթին ուշադրելի, նորս է բոլորս ներկա ենք։ Մարդիկ անցնելուց նայում են մի կողմ։ Չեն նայում, ապահովա մեքենան կանգնած է կանգնած։ Մեզ առաջարկեցին գրեք քաղաքապետարան թիմում, քաղաքապետարանը համապատասխան բաժին կուղորտ է մեր թիմումը, այդ համապատասխան բաժինը կուղորտ է համապատասխան մի այլ բաժին, այդ ընթացքում մենք այստեղ կունենանք մոտավորապես մի 20 հատ վրաերթ, մինչև այդ հարցը լուծվի։ Սայաթնովա փողոցը միակը չէ քաղաքում, որտեղ հետիոտնային անցումներ են գծվել սխալ կամ անհարմար տեղերում։ Երթևեկության նշաններով փողոցները կահավորելու գործառույթները, որոնք համայնքային իշխանությունների վրա են տրված, սա ևս ժամանակին դժգոհելու առիթներ է տվել։ Խնդիրը բարձրաձայնողները պատրաստվում էին այսօր արդեն գրություն ներկայացնել քաղաքապետարան։ Մարինե Դերբինյան, Արտյոմ Խաչատրյան, Հորիզոն։ Ապրիլի 20-ին հայ սուպերստար նախագծի 6-րդ եթերաշրջանի առաջին թողարկումներ, լսումների առաջին փուլը, հեռուստադիտողների շրջանում այն մեծ հետաքրքրություն է առաջացրել։ 12 տարվա դադարից հետո ապրիլի 20-ին Շանթի եթեր վերադարձավ լեգենդար հայ սուպերստար նախագիծը։ Այն, որ հեղինակավոր այս մրցույթի հանդեպ սպասումն ու ակնկալիքները մեծ էին, զգացվում էր հայտագրման առաջին իսկ օրից։ Իսկ նախագծի առաջին իսկ անոնսից ակնհայտ էր։ Այդ սպասումը ոչ միայն մասնակիցների շրջանում էր, այլև հեռուստադիտողների։ Սա նշանակում է, որ հեռուստաէկրաններին նոր ձայներ ու նոր դեմքեր տեսնելու եւ նոր անուններ բացահայտելու գործին մասնակից դառնալու ցանկությունը հեռուստադիտողներն իրենք էլ ունեն, ինչպես Շանթի երաժշտական մյուս նախագծերում, ինչպես Սուպերստարի նախորդ 5 եթերաշրջաններում էր։ Սոցիալական բոլոր հարթակներում ու YouTube-ում արձագանքների գերիշխող մեծամասնությունը դրական էին, կարծիքներ հաղորդմանը գնահատանքի արժանացնող։ Վայ, ինչ լավ է, որ նորից եթեր է գնում Սուպերստարը, հայերս մի քիչ կսթափվեն մռայլ ու քաոս կյանքից։ Հիանալի երաժշտական հաղորդում, հիանալի ժյուրիի կազմ, բարի ընթացք։ Սուպեր, ամենալավ երաժշտական նախագծերից մեկը եւ ինչպես միշտ Շանթի եթերում։ Շատ ուրախ եմ, որ իմ սիրելի նախագիծը վերադառնում է։ Շատ ուրախ եմ ամենասիրված հեռուստանախագծի վերսկսման համար, ժյուրին հրաշալի կազմով է ներկայանում, կեցեք։ Շատ լավ նախագիծ է, շնորհակալ եմ կազմակերպիչներին հիանալի նախագիծը հանդիսատեսին վերադարձնելու համար։ Սիրով կհետևենք ընթացքին։ Այսպիսի գնահատականների միայն սոցիալական էջերում չէ, որ հանդիպեցինք։ Մայրաքաղաքի տարբեր հատվածներում իրականացրած մեր նկարահանող խմբերի հարցախույզի պատկերն էլ նույնն էր։ Կիրակի օրը եթեր հեռարձակված լսումների առաջին փուլից արդեն ունեն սիրելի մասնակիցներ ու նաև ֆավորիտներ, թեև ամեն ինչ դեռ առջևում է ու դեռ ընդամենը լսումների առաջին օրն էր եթերում։ Շատ հետաքրքիր էր, որ ակապելա երեխաները երգում էին մի հայկական եւ մի որևէ այլ լեզվով եւ բավական տպավորվեցի, մի 2-3 երեխաների լսեցի, հաճելի էր։ Ավելի ճիշտ են որոշում երեխաների ձայնային տվյալները առանց երաժշտության։ Ես դա ավելի դրանով ճիշտ է, հաճելի է երաժշտությունով լսելը, բայց երբ որ ուզում ես ճիշտը իմանաս, դա ավելի ճիշտ է, էլի այդ ձայնային ելևէջները։ Լավ կարծիք եմ, լավ շնորհալի երեխաներ կան, հուսով եմ, որ ընթացքն էլ լավ կընթանա։ Առհասարակ շատ լավ է, որ պրոպագանդվում է երաժշտական արվեստը ու նման
միջոցառումներ, նախագծեր շատ հաճախ պետք է լինեն։ Շատ լավ է, որ դա վերականգնեցին, որովհետև դա ինքնաբուխ երեխաները գալիս են, պատանիները գալիս են, օրինակ այն աղջիկը 16 տարեկան էր Ջավախքից, այն մյուսը Ռուսաստանից էր եկել։ Շատ ինձ համար հետաքրքիր էր լսել։ Շատ լավ է ու ոգևորիչ է, որ երեխաներին ինչքան շատ լինի նման հնարավորություններ, ավելի լավ կլինի Հայաստանում։ Տաղանդներ ենք ի հայտ բերում։ Հենց որ իհարկե լավ երեխեք շատ կան, պետքա գտնել նրանց։ Ուղղակի հետո տալ իրանց հնարավորություն էլ ավելի դրսևորվելու։ Ես քան չեն երգում, հիմնականում դուրս գալիս է, քանի որ մասնագիտությամբ էլ զբաղվել եմ երգով, բավականին տաղանդավոր մարդիկ են։ Լարված րոպեներ, գագաթնակետին հասնող հույզեր ու ապրումներ եւ ի վերջո թեժ մրցակցություն ու թեժ պայքար, որի մասնակից է Շանթի եթերում նաեւ դուք կարող եք դառնալ ամեն կիրակի ժամը 21-ին։ Դիտեք ու հիշեք նրանց, որովհետեւ ժյուրի ընտրությունից հետո նրանցից յուրաքանչյուրի երաժշտական ճակատագիրը Սուպերսթարում հենց ձեր ձեռքում է լինելու։ Շանթ հեռուստաընկերություն, Հորիզոն։ Լուրերում այսքանը, Շանթի ու եթերը կշարունակի տեսանկյունը, տեսանկյան հյուրն է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանը։